Ողջույն ընկերներ, առաջարկում եմ պատրաստել շատ համեղ ու խրթխրթան վաֆլե գլանակներ։ Եվ այսպես վերցնում ենք խորը տարա, նրա մեջ լցնում 2 ձու, ավելացնում ենք մի պտղունց աղ, 3 ճաշի գթալ շաքարավազ, իհարկե շաքարավազի քանակը կարող եք փոփոխել, և 40 գրամ հալեցրած կարագ, կարագը կարող եք փոխարինել բուսայուղով։ Այս ամենը լավ խառնում ենք մինչև մասան դառնա համասեռ, ապա ավելացնում ենք մի պտղունց վանիլին և ալյուր։ Նախ ավելացնում ենք մոտ 4 ճաշի գթալ ալյուր, լավ խառնում ենք, եթե ցանծությունը բավարար չէ, ավելացնում ենք ևս 1 ճաշի գթալ, ինչպես իմ պարագայում է, արդյունքում օգտագործել եմ 5 ճաշի գթալ ալյուր։ Իհարկե ամեն ինչ կախված է ձվի մեծությունից և վերցրած մթերքներից։ Ստացված խմորը առայժմ դնում ենք մի կողմ, մի փոքր հանգստանա և լավ տաքացնում ենք վաֆլե սարքը, որից հետո խմորից 1-2 ճաշի գթալ կախված նրանից, թե ինչ չափի վաֆլիներ եք ուզում ստանալ, լցնում ենք սարքի մեջ և թխում։ Թխվելուց անմիջապես հետո վերցնում ենք հարմար սարք և վաֆլե շերտը փաթաթում ենք ռուլետի նման։ Թողնում ենք այդպես մի քանի վայրկյան անց գլանը կայունանում է և պահում իր ձևը։ Եվ այսպես հեշտ ու արագ թխում ենք մյուս վաֆլիները։ Պատրաստի վաֆլիները կարող ենք մատուցել ցանկացած միջուկով, որը որ սիրում եք։ Իհարկե դասական եղանակը եփած խտացրած կաթն է, բայց դուք այն կարող եք փոխարինել ցանկացած կրեմով, ջեմերով, ինչպես նաև կաթնաշոռով և թթվասերով, ինչը որ կա ձեռքի տակ կամ ինչը որ սիրում եք։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա բաղադրատոմսը պատրաստ է։ Եթե հավանեցիք տեսանյութը, անպայման սեղմեք լայք, կիսվեք ընկերների հետ և բաժանորդագրվեք ալիքին, որտեղ կգտնեք մատչելի և արագ պատրաստվող բաղադրատոմսեր։ Այսօրվա համար այսքանը, բարի ախորժակ։